Եղնջացան, եղինջ բառից առաջացած մաշկաբանական եղնջացան տարրն է, ինչը իրենից ներկայացնում է մաշկի վերին, վերնամաշկի այտուց, վերին շերտի այտուց։ Պետք է հստակ տարբերակենք, որ եղնջացան ինքը մաշկային դրսևորման այդ տարրն է, հա, եւ կա սուր եղնջացան, որը սովորաբար ինչ-որ հիվանդության դրսևորման սիմպտոմն է, եւ կա քրոնիկ եղնջացան, որը որ իրենից ներկայացնում է առանձին ախտաբանություն, այսինքն առանձին հիվանդություն է, որը ալերգիաների շարքի հիվանդություն է, շատ կարևոր են տարիքային խմբերը, որտեղ երեխաների մոտ բավական հաճախ դիտվում են վարակների ֆոնի վրա, հատկապես վիրուսային վարակների, ինչը հետեւաբար նաեւ նշանակում է սննդային ալերգիա ախտորոշում, ապա ամենակարճ հեշտ տարբերակ ուղղակի բացառել տվյալ սննդամթերքը, այո։ Ընդ որում, եթե վերցնենք պայմանական ձուն, ապա ձվով պատրաստված ցանկացած սննդամթերք պետք է բացառվի։ Վերցրեցինք կատնամթերքը, պիտի ամբողջ կատնամթերքը բացառվի, այլ ոչ թե միայն կաթը։ Ոչ պրակտիկայում, ոչ գրականության մեջ չի հանդիպել, որ հոգեհուզական վիճակը պատճառ լինի եղնջացանի։ Եթե ուղղակի արկային երկու վիճակները միաժամանակ, եւ եղնջացանը եւ ինչ-որ ստրեսային լարված տագնապային վիճակները, որոնք որ ցավոք անպակաս են մեր առօրյայում, մեկը մյուսին ավելի ուժեղացնելու է, ավելի սրելու է։ Այո։ Բուժման առումով տարբեր մոտեցումներ կային եւ դրանք վերջին տարիներին այդպես ակտիվ փոփոխվեցին, բայց այո, հիմնական մեթոդը մնում է հակահիստամինային պրեպարատները,